Բարև ձեզ ժողովուրդ։ Ձեզ հետ Վանյան Գուրգենն է, քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան, կամ էլ ուղղակի YouTube-յան բլոգեր, ոնց ձեզ հարմար է։ Եթերը մտել նրա համար, որ խոսամ անձնագրերի հետ կապված, նոր կարդացի Telegram-ում, որ MVD-ն, այսինքն ՆԳՆ-ն բան է տարածել հաղորդագրություն, որ մոտակա ժամանակներս պետքա բանարվի, վերանայվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տալու այդ հնարավորությունները։ Այսինքն, տեսեք, այս հայկական պասպորտը ստանալու համար նոր ինչ որ ավելի բարդացված խնդիրներ առաջացվելու էթնիկ հայերի համար, ովքեր որ էթնիկ հայեր են, ուզում են գան Հայաստան եւ այստեղ անձնագիր ստանան։ Իրականում, տեսեք, մի քանի sense պահ կա։ Հիմնականում հաղորդագրության մեջ ասում է, որ 32000 դիմում է եղել 2025 թվականին, որ ռեկորդային է։ Ու դա հիմնականում եղել է Ռուսաստանի հայերի կողմից, այսինքն Ռուսաստանում ապրող հայերի կողմից է եղել։ Այստեղ գիտեք ոնց է, հիմա ես որ դնեի, ասեի, եք sense բան անում կամ եք ինչ որ Ռուսաստանի հայերի համար արգելքներ դնում կամ բան անում, ճիշտ կանեի, որ ասեի, բայց ուղղակի ստե կառավարությունը մի կոզեր ունի, որը որ ասվում է 32000 Ռուսաստանից քաղաքացի։ Այսինքն դա ինչ է նշանակում 25 թվականին, որ 32000 քաղաքացի դիմում ատվել, որպեսզի դառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա ինչի համար արվել։ Այսինքն դա արդեն ասվում է նրա համար, որ ժողովուրդը ոչ թե ստե ինչ որ տես բոյկոտի, ասի, վայ, մեր հայերը այս կոմենկոմ ինչ եք մեր հայերին տես նեղում բանանում թողան, սփյուռքից լցվեն այս կոմենկոմ բանման, այլ ասեն ռուսի ագենտա գալու են Սամվել Կարապետյան ընտրային բան, դրա համար այս բաները կատարվել է ու ճիշտ է այս ինչ որ սահմանափակումները ավելի բարդացումները, որպեսի անձնագրերը ավելի դժվար ստանան ու մասնակցեն Հայաստանի Հանրապետության այդ առօրյային։ Այս սանով եմ համաձայն։ Ստե ուղղակի մեկ այլ մոմենտ կա, մեկ այլ պահ կա։ Ժողովուրդ, եթե դուք այսքան տենց ուշադիր եք, զբաղվում եք ու տենց նկատում եք այդ ամեն ինչը ու ջոգում եք ու ինա դու տենց գրում եք Ռուսաստանի հայեր են հիմնականում եղել, ու շեշտելով էլի որ Եվրոպայի, Ամերիկայի հայեր չեն եկել են, որ ընտրությունները կեղծեին, բան ես կոմենկոմ, այդ արդեն մենք անցած էտապը հասկանում ենք ինչի համար ասվում։ Դրա հետ համատեղ, օրինակ ես այդքան ասել եմ, ինչի չի ինչ աշխատանք գնում միգրանտների հետ կապված, էմիգրանտների հետ կապված։ Նախ ոչ թե պետք է ինչ-որ բարդացումներ տա էթնիկ հայերի համար, այլ պետքա, եթե դուք այդքան մտածում եք, հա, ընտրությունների հետ կապված եւ այլն, այլ առհասարակ պետքա նենց անեք, որպեսզի, չգիտեմ, ինչ-որ օլիգարխներ չմասնակցեն ընտրություններին, որպեսզի այդ մասսայինը չբերեն ստե բանանեն, հա, Ռուսաստանը չքշեն ստեղ բանանեն, ասեն գնացեք դարեք քաղաքացի, որպեսզի ընտրություններին մասնակցեք։ Ատուս է պետք սկսել։ Դուք հիմքը թողած այն կառավարությունն եմ դիմում, դուք այն հիմքը թողած, որ պետք է այդպես բուն հարցով զբաղվեք, խնդիրը թողած, զբաղվում եք 4-ական, 5-ական, 6-ական բաներով։ Այդ 32000-ի համար, որի մի անուն եք դնում բան, մեկը իրանք եթե ուզեն ստանալու են, էթնիկ հայը մեկը եթե ուզում ստանալու, ուղղակի կարող մի ամիս, 2 ամիս ուշ։ Եթե տենց դուք մտածում եք բաների համար ուրիշ ձևա պետք զբաղվել այս հարցերով, 1000 անգամ արդեն ասել ենք, հոգնել ենք արդեն ասելուց, ու բացի ինձանից լիքը մարդ ասե, արդեն հոգնել ենք։ Այնպիսի տպավորություն ոնց որ տես ինչ-որ մանկապարտեզի պետ ենք, պետք է սաղորը մտենք, բան խոսենք, որ այդ բանում հասկանան ժողովուրդ, ճիշտ հասկացեք։ Բացահայտ པարզ բաներ կա երևում է։ Էլ եմ կրկնում, հարց կա անում եք, լավ եք անում։ Դա պետքա բոլորին վերաբերի, ոչ թե միայն Ռուսաստանի հայերին վերաբերի, այլ Ֆրանսիայի հայերին է պետքա վերաբերի, Ամերիկայի հայերին է պետքա վերաբերի, Մերձավոր Արևելքի հայերին է պետքա վերաբերի։ Վրաստանի հայերին է, Թուրքիայի հայերին է, բոլորին պետք է դա վերաբերի, ոչ թե միշտ գրեք Ռուսաստան։ Ռուսաստանը բոբո եք սարքել, բայց սաղորը հիմա Պուտինից խնդրում եք, որպեսզի ապրանքներ ընդունի։ Ոնց է տենց ելնում։ Համ նալին է խփում, համ մեխին է խփում, հետո զարմանում եք, որ թարգմանում են ժողովուրդ, սաղ ձեր Telegram-ը ռուսերեն է, ձեր դաշ այդ Բաղրամյան 26-երը, ինֆոտեկաները, բաները, սաղ ռուսերեն է, կարդում են, մտնում կարդում են իրանք ախպեր, տենում են ձեր քաղաքականությունը որն է, ինչ է կոնկրետ շեշտում, հայերն չեք գրում, որ իրանք դնեն թարգմանեն, սաղ ռուսերեն է ձեր, հետո խոսում եք ինչ-որ բանից, հայամետությունից։ Telegram-ը բացում ես, ժողովուրդ սաղ ռուսերեն է, սաղ լուրերը ռուսերեն է, դաժե այս պասպորտների հետ կապված։ Պասպորտն հետ կապված բան ասեմ, Արմեն Գազարյան, MVD։ Արա հայերեն գրեք հասկանանք, ախպեր Արմեն Ղազարյան, ՆԳՆ, ինչ Արմեն Գազարյան, MVD, եսի ինչ բան, սաղ ռուսերեն է։ Սկսեք ըտուս մի հատ։
Միգրանտներից սկսեք, այդքան հնդիկ է մտնում հելնում ստեղ 300,000 հնդիկ կա արդեն մոտապես, որից 50-ից 100,000-ը մաքուր նելեգալ է ախպեր։ Էլ չեմ խոսում են Զիմբաբվեից, Զամբիայից, եսի մուրդեղից եկածած այդ աֆրիկացիներից, էլ չեմ խոսում արաբներից, պարսիկներից, թուրքերից, ադրբեջանցիներից, արդեն ադրբեջանցիներ են գալի։ Այնա Instagram-ում աղջիկը գովում է գլուխը, որ գալիս է ստե բան անում, սիրում է Հայաստանը։ Միջև Ղարաբաղը տալը ոչ մեկ չէր սիրում Հայաստանը, իմի դրուկ Աֆղանստանցի, Պակիստանցի սա սկսան Հայաստանը սիրեն, այդ տենց ոնց է լինում։ Այդ հարցերով զբաղվեք, բարթացնում եք լավ եք անում, մյուս հարցերով բարթացրեք, ոչ թե էթնիկ հայերին արգելում եք, այսինքն չեք արգելում, բարթացնում եք անձնագիր ստանալը, բայց այն չգիտեմ ինչքան մոնղոլ, թաթար ինչ կա, դրանց բանը հեշտացնում եք։ Մոտիկ անում ես հիմիկվա ստեղ ռուսներին, ուկրաինացիներին, եսիմում, հայկական պասպորտ ունի։ Ուր դուց այդ մարդուն հայկական պասպորտ, ոչ ինքը հայ չի։ Ուր դուց։ Երկիրը ղեկավարում են լևակները, դա մեր այս վիճակն է երկիրը։ Մաքուր դա վիրավորանք չի, դա քաղաքական կողմնորոշման մի տեսակ է լևակը, ժողովուրդ, ով որ չգիտի, դա չեմ ես վիրավորում Նիկոլ Փաշինյանին, հիմա որ ընկնեք ինձի բան անեք, ասեք Նիկոլ Փաշինյան վարչապետ տակ գրեք տոննեկով կամ չգիտեմ, ուզենեք պաշտպանեք, ոչ մեկ բան չի ասում։ Դա վիրավորանքի տեսանկյունից լևակը դա քաղաքական կողմնորոշումն է, պրոստը ավելի տենց ոնց ասեմ ինքը բացահայտ ձախ լիբերալ կողմնորոշում է դա։ Դաժե լիբերալ չէ, լիբերտարիան ինքը տեսակն է։ Այսինքն կառավարություն լիբերտարիաններ են նստած հիմնականում։ Լիբերտարիան դա ամենը պիկն է։ Լևակները ասեմ ովքեր են։ Լևակները դրանք, օրինակ Մեծ Բրիտանիայում պարլամենտի մեծամասնությունը լևակներ են։ Գերմանիայում ինչ որ մի ժամանակ Անգելա Մերկելի ժամանակ լևակներ էին, այս մերցով փոխվավ։ Այն Շոլցի վախտով այդ սկիսապարատ մտ վիճակ էր անհասկանալ, այս մերցով փոխվավ, մերցը աչա։ Ֆրանսիայում տոտալ լևակնոցա, դե Մակրոնը լևակն է, այնտեղ չգիտեմ, օլիմպիադան թե իշեք ոնց ինչ բացում կատարեցին, անկախ նրանից ժողովրդի մի դուք Մակրոնը սիրում եք, թե չեք սիրում, ախպերական մեկ չսկսեք էլի, Մակրոնը հայազգի բարեկամն է։ Հայազգի բարեկամն է, բարեկամը չի, իրան Ֆրանսիայում չեն սիրում։ Մեծամասնությունը իրան Ֆրանսիայում չի սիրում ու լուրջ չի ընդունում։ Լուրջ ընդունեին 3-4 հատ ընտրություն եղավ Եվրոպարլամենտի հետ կապված բան եղավ ծրին պարլամենտը ինչի համար ծրեցին որովհետեւ չէին կարողանում վարչապետ ընտրեն մեծամասնություն չունեին աչերը որտեվ Լեպենը ու Ջորդան Բարդելան որ անցան իրանք ավելի մեծամասնություն սկսան ոչ թե մեծամասնություն իրանք արդեն մեծ դիրք գրավեցին դրա պատճառով այդքան բան եղավ ծրվավ պարլամենտը Կհիշեք, խեմես լևակները օրինակը բերում, լևակները քանդում են երկիրը, լևակները այն տեսակ մարդիկ են, որ իրանց համար ազգ, կրոն, բան է, դա երրորդական ընկած բաներ է, չորրորդական ընկած բաներ է։ Նույնը հիմա Հայաստանում է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը որ գնում է եկեղեցիներ, տենց ես չգիտեմ, իմաստ իր եկեղեցի գնալու, եթե ինքը եկեղեցու դեմ է հելած, նախ առաջինը անկախ նրանից Գարեգին երկրորդը, չգիտեմ, երեխա ունի թե չունի, եղբայր բաներ դրեք, այդ անտերը ինչ է, ԱԱՑ-ով, ԱԱՑ-ն ձերն է, չէ, ապացույցներ դրեք, բաներեք այդ մարդուն ցույց տվեք համայն հայոց աշխարհով մեկ ով է ինչա, մարդիկ հասկանան ինչա, օթի մեջ բաներ է խոսացվում ու դուք եկեղեցի եք ետո, որ դուք այդպես բեսան հավատացյալ մարդիկ եք։ Նույն Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի օրինակով հիմի Հայաստանում է կատարվում, չգիտեմ, հայերի համար բարթացնում են անձնագիր ստանալը, բաների համար այդ միգրանտների բերելս պրոբլեմ չի։ Տոննեկով հնդիկ բերես, կապ չունի, ուզում 100,000-ով հնդիկ բերես ու բերես։ Սա առաքիչները հնդիկ։ Պակիստանցի, բանգլադեշցի։ Գոնե լեգալ թողը լինի, չեմ ասում թող դնենք սաղին լարենք սուս, գոնե թող լեգալ լինի։ Սենց օրենքներ ընդունում եք, ուրեմն այդ գծով է աշխատեք։ Ինձի հաճելի չի, որ երկիրը դարել է մի հատ բան, կենտրոնն էլ մնալու տեղ չի։ Չես կարող դուս հելնես, ժողովուրդ, չես կարող հելնում ես, մի հատ եսիմ աջապ սանդալնոց է կատարվում։ Այդ նրանից է, որ այս լևակ կառավարությունը, որը որ շատ նման է բրիտանական կառավարությանը, այն ժամանակվա Գերմանիայի կառավարությանը, Ֆրանսիայի կառավարությանը, այն ամենակարևոր նիշաներում նշանակել է կին պաշտոնյաների։ Հիմա կասեք ինչ որ սեքսիզմի բան եմ ասում, տենց չի։ Տղամարդու կնոջ մեջ այս տիպի կառավարության հետ կառավարման հետ կապված մեծ տարբերություններ կա, մեծ։ Նգնան կինաղեկավարը, առողջապահությունը կինաղեկավարը, կրթության գիտության նախարարը կինաղեկավարը, որը որ Գարեգին Նժդեին համարում է ֆաշիստ,
Պետրոսիկինը Էլով անդեղ, էլով կա անդեղ ժողովուրդ, էլով կա, էլի մեկը կար։ Հա, այդ յուստիցիան ոնց էր հայերեն։ Այն բանը հարկայինի պետը կինա դրա համար այսօրն ենք ժողովուրդ։ Կնաշ մտածել եք ուժը սկի չնե եւ ընդդիմանում Նիկոլ Փաշինյանին, որ ասեմ, պարոն Փաշինյան, այս օրենք ընդունելով մի քիչ սխալ բան ենք անում, հնդիկներս կան բերելով մի քիչ սխալ բան ենք անում, որտեղ ես էլ նգնեի ղեկավար, կասի պարոն Փաշինյան, այսքան հնդիկ բերելը մեզի վտանգավոր է, հա, այդ այսինքն մեր երկիրը 3 միլիոնանոց երկիր է, մեր երկիրը չի կարող կես միլիոն 600,000-700,000 միգրանտ պայի իր ներսում, հասկանում եք, սա Իսպանիա չի, Ֆրանսիա չի 40, 50, 60, 80 միլիոն բնակչությամբ, որ բերես ու բերես այդքան։ Հասկանում եք այդքան թե չէ։ Անցած եթերում ասացի Արեգ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի, որ ասում է բան, մենք ուրախ կլինենք լիքը մարդիկ կան այլ երկրներից միգրանտներ բան ու իրենց զգան որպես Հայաստանի Հանրապետության Երևանի հյուրը չէ, իրենց տունը տան մեջ զգան ոնց որ Երևանում։ Ախպեջան, սենց հայտարարություններ անելուց հետո դուք ոնց եք խոսքի բանանում հայտարարում, որ պետք է անձնագրերի հետ կապված էթնիկ հայերին ինչ որ սահմանափակումների առաջկային նեսնեք։ Ես լոգիկան չեմ կարող հասկանամ։ Տոլի նագլությունն է հելը հասը պիկ։ Ստեղ արդեն նագլությունը ասը որ այդ կարգի համետ են ասում համեն են անում։ Տոլի, չգիտեմ, ինչ ծրագիր ունեն, հայ երկիրը լցնեն միգրանտներով։ Որն է ձեր ուզած ես չեմ հասկանում։ Այսինքն ես լավ եմ հասկանում, բայց ոմանք չեն ուզում հասկանան։ Ռեգին ուզում որ ապրոս է արել Հայաստանին ինչ ձև երկիր է լեվակ երկիր է թե ազգային բան ազգային էին նշել խաչ բան էին դեսի ազգային էին նշել իմ հուդիով բանով գարեգի նշտեի բայց չեն հասկանում ես դա համար էին դեղկրկնը ոչ թե գրե ոչ թե դուք ձեր մտքի ուզածով այդ բանը արեք հա ընտրություն արեք այլ ոնց որ տենում եք երկիրը ոնց որ կա հիմա մեր երկիրը այդ ազգային եկեղեցական հոգևոր չգիտեմ ազգ բանակ վիճակն է, ժողովուրդ լուրջ էլ է խոսանք։ Մի հատ էլ քաղաքի վիճակը նայեք։ Ձեր դուրը գալիս է վիճակը քաղաքի, որ, չգիտեմ, ամեն ամիս ինչ որ գինու փառատոն է, օրերով, գիշեր ցերեկ, փակում են փողոցները գինու փառատոն, ինչքան ալկոգոլիկա գալի լցվում լակում է։ Այդ որ հաստատ համոզված եմ, որ տեսել եք YouTube-ով այդ ռիլսերը, որ ոնց են այդ գինու փառատոն կլինի այդ գարեջրի փառատոն կլինի ոնց են կանայք աղջիկները բաց բրախտի պարում եսի ինչ անում դուք է տակը զզվանք եք գրում 100 կոմենտից 99 զզվանք է մենակ տակը գրում բասրա մասին ենք խոսում ոնց էր Նիկոլ Փաշինյանը սիրում ասեր սատանան թաքնված է մանրուքների մեջ բա ինքը հոյետի իզուր տեղը չէր ասում ինքը ուղղակի ուժեղ անդիմությունից ինքը հասկանա որ կետերին խփելով իր ուզածին գնա ու հասնի ում ինչա խոստացե ում ինչ արե ու դրա համար ինչ կետերին խփելով գնա ու իր ուզածին հասնի որ Եվրոմիություններ մտնի եսիմուր մտնի եսիմուր մտնի ինքը սա հասկանում է Էդի ես կարամ դնեմ ասեմ միգրանտներից խոսամ սարքեք ռասիստ մարդուն խոսան որ աղջիկը մի քիչ պետք է նորմալ պահի, չպետք է ոռը բաց հելնի ֆրֆռա, ամեն մի սևամորտ աֆրիկացու հետ, էդի սարքին բան ռասիզմի էսի մի ինչ։ Նույնը տղեկին է վերաբերում, տղեկնը ռուսների հետ են ֆրֆռում, էդ էլ է սխալ։ Այս ամեն ինչը որ ես նկատում եմ ու ասում եմ, այդ ամեն ինչը ընդեղ էլ է նկատում ու ոմանց ձեռնտու է այդ ամեն ինչը որ երկիրը sense խառնում է այդ վիճակի մեջ հայտնվի, որ ոչ մեկին չկարողանա տարբերի։ Անդիմությունը մեր չի խոսում ես գինու փառատոններից, այդ գարեջրի փառատոններից, ասեն եղբայր զզվսրի կենտրոնի բնակչությանը ձեր գինու այդ գարեջրի փառատոններով ռադար եք, հերիք ալկոգոլիկ նոց սարքեք այս ազգին։ Հերիք է։ Այս ազգը ալկոգոլիկ ազգ չի։ Հին դիմությունը չի խոսում, որտեղ մի լեվակի ընդդիմությունն է, մի լեվակ ընդդիմությունն է մերն է։ Ինչու՞ է տարբերվում Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, օրինակ մեր ընդդիմությունը։ Մի հատ Նարեկ Կարապետյան կա, որ տես փորձում է ինչ որ փոքր շատ է բան խոսա, էկոնոմիկայից, IT ոլորտից էսի ինչ բան, մյուսները թե կլինի ընդդիմությունից, թե կլինի բանից, բան քո papanես, քո մամանես, քո կնիկես, կոռուպցիա բան 5 միլիոն դրամ շահեցի, 5 միլիոն դրամ վարկ տվեցի, ասում եմ խուժան վիճակ։ Ու ոչ մեկ չի ելնում ասի ախպեր ջան,
Այս մի հատ միգրանտների հարցը կարգավորեք, մի հատ այս паспортների հարցը կարգավորեք, մի հատ այս, չգիտեմ, կառավարման հարցերը կարգավորեք, հա, պետական ճանապարհների հետ կապված, բանի հետ կապված այդ որ ստուգեն մարկանց կոնե որ ստեղ մտնում են երկիր մտնում ստուգեն ով այդ մարդը առհասարակ դուք գիտեք որ հնդիկի ատմոս գիտեք ինչքան պակիստանցի ու բանգլադեշցի կա այս երկրում հիմա ես էլ եմ կրկնում ես դեմ չեմ ոչ մի ազգին ոչ մի պետությանը չունես լավ է դեմ եմ օրինակ Թուրքիային ու ադրբեջանցիներին ու իրենց կողմնակիցներին բայց որ եթե այստեղ գասին ապրում պետք է սա օրինական կատարվի օրինական պետք է գան ապրեն Չպետք է sense քաոսի վերածվի։ Գերմանիա օրինակ էս իզուր չեն բերել այդ բանի Մերկելի ժամանակները։ Մերկելի ժամանակ չէր, որ այդ 11-12 թվականները չէր, որ հենց Սիրիայի պայերը նոր էր սկսվել այն Բաշար Ասադի վախտերով, այդ Ալ-Ջուլանի բան, որ իրար դեմ էին հելը։ Ինչքան այդ Սիրիայից միգրանտեր փախնում Գերմանիա, Եվրոպա առհասարակ, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, ինչքան էր փախնում։ Գերմանիայում կարող 10-20 հոգով ինչ որ մետրոյի կայարանում կլներ կամ եսի ինչ կայարանում կլներ ինչ որ մատ գերմանուհի տենային մի քիչ դες բաց հագնված կամ չգիտեմ առհասարակ գերմանուհի տենային չգիտեմ ասեն բան է էսի անհավատի մեկնա ու 10-20 հոգով բռնաբարին վերջում կիսամեռ տենց տանին փրկեն ու մի հատ կե վերջում մեղադրական այդ աղջկա ներկայացնեն որ ինքը տենց կիսաբաց է եղել դե իրանք է մահմեդական միգրանտերն մի քիչ պետք է իրենց հասկանալ տեղավորվել իրենց բանի մեջ էլի հավատքի մեջ բայց այն որ այն փաստը որ բռնաբարել են 10 հոգով դա նորմալ է ոստիկանները վախում են մոտիկանային միգրանտներին Սեուտայի օրենքը տեսեք այն որ Մարոկոից բան էին գնում այդ Իսպանիա աֆրիկական մայրցամաքի վրա բայց այնտեղ անկլավ ունի բան Իսպանիան ու այդ էլ ինչ է դեր կապված եթե հիշում եք Մարոկոյի թագավորը ճանապարհը բացեց Թրամփի անունով ու դրանից հետո չգիտես ինչի Իսպանիայի հետ խնդիր ուներ չէ բանը Թրամփ ու Նետանյահուն ու չգիտես քի հետո Մարոկոյում ինչ որ տես բան առաջանա որ մարդկանց դուբիգեկով լարում են դեպի սահմանները Իսպանիա դեպի դա բարձր չէ որտեղ Տրամփի ու Նետանյահուի մատախարներ ինչ եմ ուզում ասեմ այս sense ուրիշ ուժեր միգրանտներ են մղում այստեղ ուրիշ բաներ են անում sense հիմի օրինակ այս паспортների հետ կապված բարթացում են ուզում մցնեն ինչի համար եք ուզում այդ ամեն ինչ անեք դուք մի հատ մտածեք էլի դրեք մտածեք հերիք այդ Նիկոլ Վարչապետ Քոչարյան Թալանչի այդ մի հատ վիճակից դուրս հելեք Մա դրեք մտածեք խորը ձեր գլխով մտածեք ինչա կատարվում երկրում ազգի 90%-ին զոմբիացրել են այդ խոսույթով Նիկոլ Վարչապետ Նիկոլ Հանձնող Նիկոլ Թուրք այնտեղ չգիտեմ Քոչարյան հերոս Քոչարյան բան Թալանչի այս խոսույթները զոմբիացրել են ազգին արդեն մի հատ ուշքի եկեք ուղակի ինչա կատարվում ու այս կանան մի քիչ քչացեք կանանց քանակը այս կառավարման մեջ այդ կարևոր բաների ամենակարևոր բաներում սա կանայք են նստած քնչականը հա մոռաց ասի քնչականում էլի կինա նստած դատախազ այսինքն կինա դատախազելը կինա գլխավոր երկրի դատախազը կինա գլխավոր ոստիկանապետը կինա այդ հարկայինի գլխավորը կինա առողջապահությունը կինա բանը էլի կինա այդ նժդեին ֆաշիստ համարող անձնավորությունը էլի կինա ԿԳՄՍ-ն Ինչ ասեմ Երկիրը լևակնուց են սարքեն այդ մենակ կարամ ասեմ ու դաժե աչերի ինպես օրինակ ազգայնականների աչերի տենց դաժե ձայնը չի անցնում вообще չի անցնում 100% ճիշտ կլինեմ 500% ճիշտ կլինեմ 1000% ճիշտ կլինեմ մեկը հայտնվելու են կոմենտներում գրեն դու նացիստ ես դու ռասիստ ես դու բան ես այդ չես ուզում որ մենք ուրախանանք տառաուրի մեջ ես ուզում որ մենք ապրենք այս հազը խոսույթ է ասում ես ապրիլի 25-ին մի գնացեք քեֆ արեք ամսի 24-ն երեք եղել ապրիլի գոնե 27-ին գնացեք դու չես ուզում որ մենք տառաուրի մեջ դուրս գանք հատուկ բութ դեգեներատների համար եմ կրկնում բութ դեգեներատներ ջան ապրիլի 24-ի հետո 24-ից հետո 25-ին գնալը նորմալ չի Ոնց որ քո հորը թաղումը լինի հունիսի 3-ին դու հունիսի 4-ին հետս նշան դրեքի նորմալ է դա դեգեներատներ ջան իրեքոր զազոր կարելի է թողել որպես այդքան անդուր չնայվի ես խոսք չունեմ ուղակի
Այդ ինձ այտենց բաներ ովքեր որ գրում են որ տրաուրի մեջ ես ուզում էզի, բայց դրանք դեգեներատներ են, դուք դեգեներատներ եք, հերիք ինձ այտենց բաներ գրեք։ Եթե դուք տարական կարողություն չունեք մտածելով որ 24-ից հետո 25-ին այդ մեծ այտենց իրադարձությունից հետո որ 25-ին հələ պաշտոնյաներ կան, բաներ կան այդ դիպլոմատը հայրը ոնց է չեմ ուզում սկի թարգմանեմ արդեն ներվես է չի երիկում էլի գնում են ծիծառնակաբեր ծաղիկ են դնում լիք էլի մարդը հայությունը գնում ծաղիկա դնում ու դրան համահունչ ամիրյանի վրա ինչ որ քեֆերա կատարվում խորովածի փարթիա կատարվում նորմալ չի հասկանում եք դուք չի կարծես բան նորմալ լինի այլասերվածություն է էսի այլասերվածության էսի վերջին գագաթնակետն է աստիճանն է ու տղաներին ու աղջիկներին են մեկ է դիմում ջայլ խելքն այդ գլուխն այդ հավաքեք ասեցի արդեն մի երկու ման ուշքի եկեք մի հատ ուշքի եկեք միգրանտ եք տեսեք խառնվել եք իրար այնանք ռուս են տեսեք խառնվել են էսանք է բան են տեսել ինչ որ աֆրիկացիներ են տեսեք խառնվել են իրար դզվեք հանգստացեք տեղները տարա երկիրը բարդակ եք շինի արդեն սաղդ պայթելու է վերջում այս պայթունը վտանգ վիճակը ստեղծվում երկրում արդեն որովհետև լսող են մի կողմին չկա մենակ մի կողմը իրան քյալ են տված էթում առաջ չէ ես պիտի էսի անեմ ու անում է ինքը այն կողմին լսող չկա դա մի օր պայթելու է իրավիճակը կուտակվում պայթում է չի կարելի տենց բան ենք ասում լսեք ճիշտ բան ենք ասում չենք ասում արեք բայց գոնե լսեք հետամուտ եղեք մեր ասածներին Վլադիմիր Պողոսյանը իմ ավակ ընկերը մեռավ ասելով այս հարցով, այն հարցով դիմեց ՆԳՆ-ին, դիմում է այն մի կառույցին, դիմում է այն մի կառույցին։ Արա լսող չկա այդ մարդուն ախպեր, լսող չկա։ Վերջում ասում եմ 4-5 ամիս հետո նոր իր ասածները անում են 4-5 ամիս ուշացումով։ Տոլի մազախիստ են, տոլի չգիտեմ, իրենց թվում է թե իրենք այդպես սուպերմեն, բեթմեններն են, բեսնապ ամենից հասկացող այդ կանանց այդ հավաքականը Հայաստանի Հանրապետության այդ գլխավոր բաները, այդ պաշտոնյաները լսող չկա вообще ոչ մեկին նորից եմ կրկնում ու վերջին անգամ եմ ասում սա պասպորտների հարցով զբաղվելու փոխարեն զբաղվեք այն հարցով որպեսզի օլիգարխներ չդառնան վարչապետի տեխնացուներ այդ հարցով զբաղվեք ոչ թե ինչ որ չգիտեմ մի մեծ քանակությամբ մարդկանց հայերի արգելեք չդառնան կամ այնպես պայմաններ ստեղծեք որպեսզի չդառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու չունենան այս անձնագիրը ու քաղաքը բարդակի մի վերածեք ու մեկը մի բան ասեմ մենք կոմենտ գրողներ կան ես սաղ եմ հետևում ես այդ բոլոր այդ ռիլսերով ինստագրամների ֆեյսբուքներով բան սաղին հետևում եմ կոմենտները կարդում եմ մոտս նշում եմ սկրինները պահում եմ ժողովուրդ այդպես ուշադիր եմ ես այդ որ տես գրում եք որ բան այդ մենք ուզում ենք լավ ապրենք դու ես իմով ես ես ինչ ես ջրոցից ես խոսում բողոքվում բան ես անում արա լսեք ժողովուրդ ջան ջրոցին ձեր դուրը օրինակ եկավ հայ այդ վիճակը այդ ցույց եմ տվել կադրներ տեսել եք բան դուք հետո կարդում դուք հիմի ինձ բան եք անում ասում եք չես խալ ես ասում հետո գնում եք այդ ռիլսերի տակ գրում եք բան այսին զզվանքա ձեր դուր գալիս է այդ վիճակը ջրոցի օրինակի համար լյուբոյ երևանցու հարցրեք լյուբոյ կենտրոնի բնակիչ երևանցու հարցրեք կլինի գինու փառատոն Սարյանի վրա կլինի այդ Զաքյանի վրա այդ պիվի փառատոնը կլինի ջրոցին այդ հարցեք ձեր դուրը գալիս է վիճակը շուխուրը ժխուրես գեղ վիճակը ձեր դուրը գալիս է 99%-ը ձեզ ասելու չէ զզվում են այս վիճակից կենտրոնի բնակչությունը այս վիճակից զզվում է իսկական բնակչության մասն խոսքետում չեմ ասում գյուղերից եկած վարձով ապրողների կամ Ռուսաստան բաներից եկածած են կիսատ որ ապրում են ըստ դրանց մասին չի խոսքետում բնիկների մասն է խոսքետում այդ մարզերից որ գրում են հիմնականում մարզերից են ինձ այդ բաները գրում թող զարգանա Երևանը այս կոմենտում չուզում զարգանա բան թե ինչը պիտի զարգանա ոռը բացելն է զարգանալը հա աղջկա ոռը բացվ այդ ապարելն է տմտմացնելով բան զարգանալը թե որն է զարգանալը ուժից է պետքա զարգանան ինչևէ Այդ որ գրում եք ինձ այդպես բաները, մի հատ կամ դուք տեղյակ չեք Երևանում ինչա կատարվում, որ տենց գրում եք, որ էսի օքեյ վիճակով պետք է սեն շարունակվի, կամ էլ ուղղակի չգիտեմ, իմանալով հանդերձ ձեր էությունը այնքան լկտի է, որ ձեր համար նորմալ է ամեն ինչը։ Ուրեմն ձեր էությունն է լկտի։
Բոլորի մասին չի խոսք եթում, ճնշող մեծամասնության մասին է խոսք եթում, ճնշող մեծամասնության, որովհետև ճնշող մեծամասնության մի մեծ զգալի մասն է գտնվում այդ ժամանակ Երևանում, այդ փառատոններին։ Որտեվ ես այսքան ժամանակ իմ հայտից հələ մարդ չեմ տեսել գինու փառատոնին կամ չգիտեմ, պիվի փառատոնին կայնի բաներ անի, թևերով ծխկը անի, կամ էլ չեմ խոսում կնանիքի մասին, որ հելեն այդտեղ չգիտեմ, պորտապար բարեն։ Մի հատ իմ հայտից չեմ տեսել այսքան ժամանակ իմ հայտներից, խառը կրիվո կլինի, սիլաչի կլինի, որտուց ուզում է կլինի, չեմ տեսել, կինո Երևանից կլինի։ Այդ ի՞նչ է խոսում։ Ու այդ կոմենտներ գրողը ի՞նչ է, այսինքն հələ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ էր ժողովոնց կար Սերժ Սարգսյանի դեմ պայքարեր ինտերնետով։ Ինքը ինտերնետով գրեց Սերժ Սարգսյանին, կոմենտներին օրինակ չէին հետևում կառավարությունից, հա, այն Սերժենք չէին հետևում։ Իրենց համար մեկ էր այդ ամեն ինչը։ Այս մի կողմը հետևում էր այդ ամեն ինչը, ինքը տենում էր, հասկանում էր ինչա կատարվում ազգի հետ, կարդում էին, բան էին անում, հարց ու փորձ էին անում, այն մի կողմը չէր հետաքրքրվում։ Հիմա նույն կառավարությունն անում, չի հետաքրքրվում այն մի կողմով։ Նիկոլ Փաշինյան, դուք այն մի կողմով չեք հետաքրքրվում։ Այն մի կողմում մի մեծ sense մի հատ բազմություն է հավաքում, որը որ դժգոհ է այս քաղաքի վիճակից։ Զարմացած որ ասում եք, պարոն Փաշինյան, որ ասում եք բանը, մենք պետքա բան կազմենք, ինչ որ տենց հանձնաժողով կազմենք, հասկանանք քիա բաներ, խցանումներ տեղի ունենում Երևանում։ Ժողովուրդ, այդքան դժվար է հասկանալը, որ մեքենաների քանակը շատ է Երևանում։ Պարոն Փաշինյան, չգիտեք, որ Երևանում մեքենաների քանակը շատ է ու հիմնականում դա այդ մարզերից եկածած մեքենաներն են։ Չգիտեք դա։ Միգուցե քանակը կրճատեք այնպես անեք, որպեսզի քիչ մարդ գա Երևան։ Իսկ միգուցե աշխատատեղեր կառուցվի Աբովյանում, Կոտայքի մարզում, չգիտեմ, էլ ինչ մոտիկ բան կա, Գեղարքունիքի մարզում, Արարատում, Արմավիրում, միգուցե տեղ աշխատանքի վայրեր կառուցվի, որպեսզի չգան Երևան ու խցանում չլինի։ Այդ մարդկանց չես կարող մեղադրել, աշխատանք են, չէ՞ ուզում են աշխատեն տուն պահեն։ Բայց դա մեր պայմանները պետք չէ, ոչ թե մենակ Երևան, սա շինարարությունը Երևան, սա գործերը Երևան։ Չի կարելի տենց, չէ՞։ Դա ես նստում տաքսիստներից են ասում, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այդ հարցը պետքա լուծի հանձնաժողովը բանանում։ Ասում եղբայր ջան, հանձնաժողովը ինչ պետքա անի։ Դնելու է տենա ինչից պրոբկա եղավ, պրոբկեն էլ եմ ասում, դա լոգիկայի հարց, այդ ախր դժվար բանը չի։ Մարզից լիքը բան է գալի, կեսից ավել է մարզից է, ավտոմեքենաների կեսից ավել է, 60%-ը մարզից է։ Նույնը կենտրոնի բնակչությունը, կենտրոնի բնակչություն չի հիմա այսօրվա դրությամբ։ Դրա համար պետքա մարզերը զարգացնել, որ ոչ թե Երևանի բնակչությունը 1.300.000 կա արդեն, թե շատ կա։ Այն մինչև 22 թիվը այդ ռուս-ուկրաինական պատերազմը լինում էր հələ գոնե տեղը շարժվել շան այդ բան, հիմա դա չի լինում։ Հիմա ես շանել չեմ կարող ելեմ օրինակի համար, չգիտեմ, Աբովյանով մի տեղ եմ, չեմ կարող։ Աբովյան փողոցի չեմ կարող ելեմ շան հետ։ Այնքան մարդ կա ու այնքան այնտես սուտի վախենում, որ չես կարող շանել, թե ինձ պետքա սպասեմ գիշերվա միլիոնը լինի, որ այդքան բան են, օղակաձև այգիները օրինակի համար։ Լունա պարկի։ Մարզերը բայց դատարկ վիճակ է։ Մարզերը թվում է նրանք ուտել խմելու համար։ Այն կաֆե, մաֆե ես շատ իմանամ։ Հա, մեկի կաֆեների որով ասեմ, այդ կաֆեների այտենց տերերը, որ այտենց գժված, այտենց այդքան կաֆե են բացում, արա ժողովուրդ լավ եք անում, աշխատեք փողը, բայց հաշտակ արեք, այս ռուս-ուկրաինական պատերազմը որ բրծնի, մի քիչ լավ չի լինելու էլի ձեր գործերը, դա հաշտակ արեք ու հասկացեք այդ ամեն ինչ, այդ ռիսկերը։ Ձեր գործերը ոչ թե իմիտենց բեսամ թույնա, որտեվ Հայաստանի էկոնոմիկան է հասել է եսի մուր տենց հայր բաներ են գալիս տեղի։ Ստեղի բնակիչը բանվոր մասն իր բանվորությունն անում 200,000 դրամով, առաքիչը իր առաքիչությունն անում, լրագրողը իր լրագրությունն անում, այդ կայֆարիկ մասն հիմնական այդ ուտուշ խմուշ եսի ինչ, այդ հիմնականում մեր մեջ կա, չենք ասում չկա, մի 10-20% կա, բայց հիմնականում դրս եկածած հայերն են, դրս եկածած ռուսեն ու ուկրաինացիք են։ Այդ է հաշտակ ունեցեք, ինչ է այդ առևտուր տենց ուժեղ աշխատում, որ դոլարն է սարքել եք մի հատ բան, ցեխի գին եք սարքե։ Մարդ դրսից դոլար բանը $1,000 փող է ստանում, չգիտեմ, 360,000 դրամ փող է անում։ Այն ժամանակ հələ մինչև 22 թիվը այդ պատերազմը փող էր ստանում, չգիտեմ, 500,000 դրամ քեզ յետի փող էր անում։ Ասում սաղառուներով խուժանություն է տիրում երկրում։ Սաղառուներով խուժանությունը ինչ ուզում եք ասեք։ Ով է համաձայնչի թող իր համաձայնությունը գրի, բայց եթե հանգրց չափեր անցավ բլոկելու եմ ժողովուրդ։ Քֆուր քյաֆրես չեմ անելու, բլոկելու եմ միանգամից։
Մեծ խառը խոսակցություն ստացավ, բայց այս խոսակցությունը պետք էր մոտս լիքը ժամանակ հավաքվել էր։ Լիքը ժամանակ հավաքվել էր, sense պայթում էի արդեն, որովհետև հիմի Լյուբոյ աչ, Լյուբոյ ազգայնական ինձ կհասկանա, ես ինչ եմ մտածում, ինչ եմ ուզում։ Լյուբոյը կհասկանա։ Ես որ բռնություն եմ ուզում, ոչ անօրինական բաներ եմ ուզում, ես ուզում եմ օրինականություն լինի Հայաստանում, օրինականություն, միգրանտեք բերում լցնում, օրինական բերեք, արա։ Օրինական արեք։ Չեք ուզում Ռուսաստանից հայեր կան Սամվել Կարապետյան ընտրեք, օրինական Սամվել Կարապետյանն արկել եք ընդհանրապես որ կարողանա մասնակցել տենց ընտրություններին, իր բարեկամությունով։ Մի բան գտեք արեք։ Ոչ թե մարկանց եք արկելում գա Հայաստանի քաղաքացի դառնա։ Այդ մարկանց մեջ հաստատ այնպես մարդիկ կան, որ ընտրությունների համար չեն եկել։ Ու նույնը աշխատեք Ֆրանսիայի ու Եվրոպայի ուղղություններով քեք մենակ այդ կողմով նայում կամ Թուրքիայի կողմով։ Թուրքիան պակաս կի շպիոն կա։ Абսուրդը հասել է նրան, որ սա ճշտամությունը Ռուսաստանի կողմից են մենակ տենում։ Չնայած Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր չի։ Բարեկամ երկիր չէ Ռուսաստանը։ Բայց Թուրքիայի պես ճշտամական չի, դա ասեմ, մի քիչ բալանսի բերեք ամեն ինչը, ժողովուրդ, հասկանում եմ ես ամեն ինչը, հակառուսականություն եւ այլն եւ այլն եւ այլն, մակրոնասիրություն, այդ ամեն ինչը հասկանում եմ։ Ես էլ եմ Մակրոնին որպես հայ հարգում, սիրում, ընդունում, բայց որպես Ֆրանսիայի քաղաքացի կյանքում Մակրոն չէին ընտրի։ Կյանքում չէին ընտրի։ Հասկացեք էլի ուզում ես էլ եմ ասում այդ ապրոս որ կատարել է Ռեգնյուզում երեք իզուր չի արել ոչ թե ձեր ուզածով ասեք մտածեք գրեք այլ մտ նայեք տեսեք ինչա կատարվում այդ փաստը գրեք փաստը նկարագրեք փաստացի ինչա կատարվում ոչ թե մեկը ընկնում է թևը ջարդում է ես ուզում եմ նա առողջանա ես իրեն առողջ եմ տենում ես իրեն ոնց եմ տենում հարցը դրա մասին չի հետո հարցը նրա մասին է հետո որ պետք է ամեն ինչ նայենք փաստացի ինչա կատարվում հիմա կատարվում է այն ինչ որ արդեն ես ձեզ ներկայացրեցի մտածողը դուք եք որոշում ընդունողը դուք եք Եթե դուք հասկանաք ինչ եք ուզում, ում եք ուզում, այդ մարդիկ կհայտնվեն, բայց եթե դուք չեք հասկանում Նիկոլ Վարչապետ, Քոչարյան Թալանչի, Քոչարյան Հերոս, Նիկոլ Թուրք, այս խոսակցության եթե մեջ եք մնում, այս երկիրը միշտ մնալու է այսեն ցածր մակարդակի վրա ու ես հələ դեռ շատ ու ես դեռ համոզված եմ որ շատ երկար տարիներ է տևելու այս Թալանչի մալանչես իրավիճակը ապրիլի մարտի 1 հոկտեմբերի 27 44 օրը էսի երկար տարիներով մնալու է ջուրը ասեն ծեծելու որ ամենքիրա վլաստին մնա Ես իմ ազգին կամենում եմ ամենալավը Ես ուզում եմ որ հայը հայ հետ փսակվի Ես ուզում եմ որ հայը լավ ապրի Ես ուզում եմ որ մեծամասնությունը Հայաստանում հայ լինի ոչ թե չգիտեմ դառնանք մենք տենց մի հատ կիսա փոքրամասնություն կամ ես ինչ միգրանտների ներքո հասկացեք ես վատ բան չեմ ուզում Վատ բան եմ ուզում Ես ուզում եմ որ մի քիչ առաքինի մեզի պայենք ես չեմ ուզում որպեսզի ապրիլի 24-ի մյուս օրը 25-ին քեֆ կանեն կենտրոնական փողոցներից մեկում որը որ այդքան է հեռու չի Ծիծեռնակաբերդից ու ընդ որում ամսի 25-ին հələ որ եմ կրկնում կամ պաշտոնյաներ տարբեր դեսպանատներից եւ այլն ովքեր որ դեռ գտնում են ու ծաղիկ են խոնարհում այդ հուշակոթողի արչեվ Հասկանում եք ինչից եմ ես խոսում, թե չեք ուզում հասկանաք։ Ես իմ 35 տարեկան տղահալով ես այդքանը հասկանում եմ նյուժելի 60-70 տարեկանները պիտի չհասկանան իմ ասածը որն է։ Պիտոն որ դուք ավելի կոնսերվատիվ եք մեծացել։ Սովետական միությունում եք մեծացել ու ավելի կոնսերվատիվ ու սովետական միությունում տված դաստիարակությունը ձեզ ավելի լավն եղել, քան հիմիկվա մեր 90-ականներինն է։ Հայրենասիրությունը այնվաղ գոնե պրոպագանդա արվել է, հիմա չի արվում հայրենասիրություն պրոպագանդա, հիմա արվում է պրոպագանդա լավ լափել, լավ լակել, սրա հետ ֆրազ, նրա հետ ֆրալ, դա պրոպագանդա արվում։ Ու ահռելի տեսական է ռեստորանների։ Ու տուշ խմուշ, մենակ դա պրոպագանդա արվում, ու դա բանի ներքո, այդ ապրում ենք արդեն սկսել ենք ապրենք տրաուրից դուս ենք ելը։ Արա դուք երբ եք տրաուրի մեջ եղել, սկսենք դրանից, որ մի հատ կեմի տրաուրից դուս եք ելը։ Երբ եք եղել տրաուրի մեջ։ Հիմա պակաս է զինվոր մահանում, ամեն շաբաթ ինչ մի հատ ինքնասպան է զինվոր, մի հատ զինվոր ինքնասպան է լինում կամ կախված է լինում կամ ես ինչ է լինում, ես շատ իմանամ։ Ո՞րն է տարբերությունը։ Առաքինի պետքա մի քիչ լինենք։ Գարեգի Նժդե կարդացեք։ Գարեգի Նժդե ասացի հիշա։ Մի հատ եթիմի վաստակ գրելա բան։ Էսի Գարեգի Նժդեի բանը այդ մայքեն հակնում է, մայկա չէ, հուդի է, իրական մայք գրելա մայկա ապուշը։ Հուդին էս քիչ տարբերում մայկայից, կապյուշոնով։
Էսի հակելա վերխսանը ուզում է մեր ազգին խափի, էսի Կրեմլի ագենտ է։ Ինչի համար է Կրեմլի ագենտ, որ բանը ազգային բան եմ ուզում տենց տամ էլի, նշույլ տամ այս ազգի մեջ, որ տենց մտնա ու ինքն ընդունի։ Այսինքն աբսուրդը հասել է այն աշխենը, որ մի լևակ տականք կարա մտնի իմ ազգային այդ բանը, որ ես ազգային ինչ որ իմպուլս եմ ուզում տվածել եմ իմ ազգին, դա համարի բան։ Ռուսական ագենտի ինչ որ բան։ Այսինքն ռուսական ագենտը դա հայ ազգային բան ունի, հա, մտածելակերպ ունի։ Ով որ հայ ազգային մտածելակերպ ունի, դա ռուսական ագենտ է, դեգեներատ։ Ես ինչ կապ ունեմ ռուսների հետ, արա ամենաշատ քննադատողը ես չեմ ասում ռուսներին այդքան մի թողեք Հայաստան գան։ Ես ոնց կամ եմ Ռուսիա ագենտ ու ես ինքս ասեմ որ ռուսներին մի թողեք այդքան կան Հայաստան։ Ոնց կարա տենց լինի, մտ կարաս այդ գրողին եմ էլի բանան, մետ հիմինցի լսում, մտ կարաս բանանես, էդի օրինակ աբասնավատ անես։ Ես ոնց եմ Ռուսի ագենտ, Կրեմլի ագենտ։ Այ եթիմ։ Բացատրեմ այդ հասկանամ։ Ազգային մտ նշույլ է ստալի ու զգում եմ որ դա ճիշտ է, մտ եթիմա հայտնվում լևակ, ասում է բան։ Այս տղան սխալ է, ասում ես ինչ է խոսում, ես Ռուսիա ագենտը որ մարկանց յանի իմ դեմ բանանի էլի։ Նաստրոյ տանի։ Դրա համար եմ ասում ժողովուրդ այնքան կիրթ, բարեկիրթ եղեք, այնքան հասուն եղեք, մտածելակերպով խելացի եղեք, որպեսզի հասկանաք որտեղա տականքը գտնվում, որտեղա ճիշտ բաց սրտով մարդը գտնվում։ Լուսավոր հոգով մարդ գտնվում։ Ում հոգին ու սիրտը լուսավոր է, ինքը լուսավոր է նայում այս երկրին, այս ազգին։ Ինքը ուզում է լավը լինի։ Եթե ես չուզենայի իմ ազգս լավ ապրեր, ավելի լավը լիներ, Հայաստան ավելի լավը լիներ, իմ վեճին չէր մտնել, ես այսքան բան խոսեի, նատացիա կարդայի, ես իմ ինչ անեի։ Պետքա տարբերել, ելի եմ ասում, լկտիությունը պետքա տարբերել ազատությունից։ Ազատությունը ու լկտիությունը չի տարբերվում հիմա Հայաստանում։ Չի տարբերվում, բացարձակապես չի տարբերվում։ Այնտեղ որտեղ որ պետքա լինես ազատ, ազատամիտ, այնտեղ տենց չես։ Որտեղ որ պետք չի, այդտեղ ինչ որ տես մոտ լկտի բարքեր են ուզում առաջ բերեն, չգիտեմ։ Արդեն չեմ ուզում կրկնվեմ, 1000 անգամ ասացի ինչ բայերով։ Ես տանել չեմ կարողանում այդ կայֆարիկ տեսակին, չեմ ալերգիա ունեմ ես այդ կայֆարիկ տեսակից։ Ձեռս ճարներ, վլաստի լինեի, դեպորտ կանեի Սիբիրներ այդ տեսակին։ Այդ որոշախ տալով պարող աղջիկներից եմ զզվում։ Լպրծուն գյադեկից եմ զզվում, ռեպլիկ թողող, խմող, հարփող, փողոցներում գցած այդ տեսակից զզվում եմ ես։ Ես կողմնակից եմ հայ ուժեղ տեսակին, ուժեղ տղամարդ տեսակին, առաքինի տեսակին ու նույնը կինը, առաքինի կնոջ տեսակին եմ ես կողմնակից, որ կինը լինի առաքինի։ Ու ել եմ կրկնում, նորից եմ կրկնում, հայը հայի հետ պետքա պսակվի։ Ձեր ընտրությունն ում եք ուզում եք բան արեք, բայց մի խոսքով լավ չեմ ուզում խորանամ, հավայի ինձ եմ խնդիրներ առաջացնելու հետո գիտեմ էլի ինչ հավայի ներվեցս մի երկու բանացնելում ես եմ խնդիրների առաջ հայտնվելու հետո օրենքների առումով մարկացից վախնալու բան չունեմ լուբոյ տղա լուբոյ ով ուզում է լինի գա ես կարող եմ աբասնավատ անեմ իմ ասածները ուղղակի չեմ ուզում բան անեմ էլի այդ օրենք այդ կապված ինչ որ խնդիրներ ունենամ եւ մոտավորապես հասկացաք ինչ է ուզում ասի այդքան էլ չխորանամ ամեն դեպքում բոլորիդ լավոր եմ մաղթում բարություն եմ մաղթում ու ամենակարևորը բարեկրթություն բարեկիրթ եղեք ամենակարևորը դա է ու թացը չորից տարբերեք իմացեք ով է լուսավոր ով է վատը ով ավելի մութը ոնց ուզում եք հասկացեք հաջողություն ձեզ